Գառնի նախաքրիստոնեական տաճարը հայկական հնագույն ճարտարապետության գոյության միակ վկայագիրն է նրա առհավատչյան։ Տաճար, որը բարեբախտություն ունեցավ ապրելու նաև քրիստոնեական դարաշրջանում։ Այն աչքի է ընկնում կառուցողական իր բարձր արվեստով, փառահեղությամբ, գոյակերտ պարզությամբ և զարդաքանդակներով։ Գառնին գտնվում է Մեծ Հայքի այրարատյան աշխարհի Մազաս գավառի տարածքում, Ազատ գետի աջ ափին, գետից մոտավորապես 500 մետր բարձրության վրա գտնվող եռանկյունաձև մի հրվանդանի վրա, ընդհանուր առմամբ զբաղեցնելով 3 հեկտար տարածություն։ Գառնի որպես բնակավայր հիշատակվում է դեռևս մ.թ. առաջ 3-րդ հազարամյակից։ Այդ են վկայում Գառնիի տարածքից հայտնաբերված բրոնզեդարյան ժամանակաշրջանի հնագիտական գտածոները և բնակավայրերը։ Հայտնաբերվել է կլոր կացարանի և կիկլոպյան պարսպապատի մնացորդներ։ Ըստ 14-րդ դարի մի ձեռագրի, Գառնի որպես բնակավայր հիմնադրվել է մ.թ. առաջ 2166 թվականին։ Ինչպես պատմահայր Մովսես Խորենացին է ավանդում, Գառնիում առաջինը բնակություն է հաստատել հայերի նախահայր Հայկ Նահապետի սերնդակից նրա թոռան թոռ Ամասիա Նահապետի որդի Գեղամը, որը մի լեռան մոտակայքում, ամուր մի ձորակում կառուցում է իր համար մի դաստակերտ և իր անունով այդ բնակավայրը կոչում Գեղամի։ Փոքր-ինչ ավելի ուշ այդ բնակավայրը Գեղամի թոռան Գառնիկի անունով կոչվում է Գառնի։ Գառնին որպես բնակավայր գոյություն է ունեցել նաև հետագա ժամանակներում։ Այդ է վկայում 1963 թվականին Գառնիի տաճարից ոչ այնքան հեռու հայտնաբերված Արգիշտի առաջինի սեպագիր արձանագրությունը, ուր նա հաղորդում է, որ ինքը նվաճել է Գյառնիանի երկիրը։ Գառնիի վերաբերյալ հստակ տեղեկություն է հաղորդում նաև մ.թ. առաջին դարի հռոմեացի հեղինակ Կոռնելիոս Տակիտոսը, որը Գառնին անվանում է Գորնիաս ձևով։ Գառնիի կառուցմաստույկ ժամանակը հայտնի չէ։ Մոտավոր հաշվարկներով Գառնիի տաճարը կառուցվել է մ.թ. առաջ 2-րդ առաջին դարերից մինչև մ.թ. 2-րդ-3-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածում։ Որոշ ուսումնասիրողներ հիմք ընդունելով Գառնիի տարածքից հայտնաբերված հունարեն արձանագրությունը, իդեպ նշենք, որ այդ արձանագրությունը հայտնաբերվել է 1945 թվականին հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի կողմից, հիմք ընդունելով այդ արձանագրության մեջ հիշատակվող այն փաստը, որ Մեծ Հայքի Տրդատ մեծ թագավորը, ենթադրվում է, որ դա Տրդատ առաջինն է, ոչ թե Տրդատ երրորդ մեծը, Տրդատ առաջին թագավորը իր կառավարման 11-րդ տարում, այսինքն եթե հիմք ենք ընդունում նրա կառավարումը 66 թվականից, այսինքն նրա կառավարման 11-րդ տարին լինում է 77 թվականը, 77 թվականին վերակառուցում է Գառնիի տարածքը, հատկապես վերակառուցում է Պարիսպը և բնակավայրը։ Հիմք ընդունելով այդ փաստը, որոշ ուսումնասիրողներ Գառնիի տաճարի կառուցման թվականը ևս համարում են 77 թվականը մ.թ. Գառնիի տարածքից հայտնաբերվել են մի ամբողջ խումբ հնագիտական և պատմական հուշարձաններ։ Այստեղից հայտնաբերվել է Գառնիի նախաքրիստոնեական տաճարը, պալատական շինություններ, աշխարհիկ շինությունների ավերակներ, հայտնաբերվել է 7-րդ դարում կառուցված քառաբսիդ քրիստոնեական եկեղեցի, հայտնաբերվել է մատուռ, ուր թաղված է 898 թվականին մահացած հայոց կաթողիկոս Մաշտոց Եղվարդեցին, հայտնաբերվել է բաղնիք և այլ շինություններ, սակայն այս բոլոր շինությունների մեջ իր պատմական արժեքով, իր ինքնատիպությամբ աչքի է ընկնում Գառնիի նախաքրիստոնեական տաճարը։ Գառնիի նախաքրիստոնեական տաճարը նվիրված է եղել հայկական նոր դիցարանի աստվածներից մեկին, Միհրին, որը եղել է կրակի աստվածը, ճշմարտության պաշտպանը և կեղծիքի մերկացնողը։
Տաճարն ըստ ընդհանուր կոմպոզիցիայի բարձր հարթակի կամ պոդիումի վրա գտնվող պերիպտերային կառույց է իր նախամուտքով, ռոնաոսով և շրջապատված է 24 սյուներով, որոնք իմաստավորում են օրվա 24 ժամերը, ընդ որում սյուները դասավորված են հյուսիսային և հարավային ճակատներում 6-ական, իսկ արևելյան և արևմտյան ճակատներում 8-ական սյուներով։ Տաճարը կառուցված է 2.5 մետր բարձրություն ունեցող պատվանդանի վրա, որն ունի իր իմաստը։ Ինչու է արվել բարձր պատվանդանի վրա, որպեսզի դրանով տաճարը վերամբարձ լինի ունային աշխարհից, դրանով տաճարին հաղորդելով վեհություն և խորհրդավորություն։ Տաճարի առջևի մասում են գտնվում զանգվածային քարերից պատրաստված 9 աստիճաններ, որոնք դարձյալ ունեն իրենց խորհուրդը։ Ամեն անգամ Գառնիի տաճար մտնելիս զանգվածային աստիճաններով բարձրանալու ընթացքում մարդ ակամայից գլուխ է խոնարհում քարերին, դրանով գլուխ խոնարհելով Աստծուն, գլուխ խոնարհելով տաճարին։ Քրիստոնեության ընդունումից հետո Տրդատ III Գառնիի տարածքը նվիրում է իր քրոջը Խոսրովադուխտին և դառնում է Խոսրովադուխտի ամառանոցային վայրը։ Ըստ Նիկողայոս Մառի, քրիստոնեության ընդունումից հետո Գառնիի տաճարը հարմարեցվել է նոր պայմաններին, նոր կրոնի պահանջներին և դարձել է քրիստոնեական տաճար։ Այդ է վկայում պեղումների ժամանակ նրա արևելյան պատի մոտ հայտնաբերված եկեղեցու աբսիդի մասը։ Տաճարը կառուցված է կապտավուն գործաքարից կամ բազալտից, բացառությամբ տաճարի մուտքի վերնամասի մի փոքր հատվածի, որը շարված է տուֆից։ Ընդհանրապես գործաքարը կամ բազալտը հնարավորություն է ընձեռում ավելի մեծ գեղարվեստական հարդարանքների դիմելու, որի հետևանքով էլ տաճարը դարձել է ավելի գեղեցիկ։ Տաճարի քարերը միմյանց միացված են առանց շաղախի, երկաթյա գամերի օգնությամբ, իսկ երկաթի և քարերի արանքում լցվել է կապար, իսկ սյուները իրար միացված են բրոնզյա կապերի միջոցով, դարձյալ առանց շաղախի օգնությամբ։ Գառնիի տաճարը կանգուն է մնացել մինչև 17-րդ դարի 70-ական թվականները։ Վերջին անգամ Գառնիի վերաբերյալ մենք տեղեկություն ունենք բանաստեղծ Սիմեոն Ապարանցու մոտ, որը 1593 թվականին այցելել է Գառնի և Գառնիի նվիրել է իր տաղերից մեկը։ Գառնիի տաճարը կործանվել է 1679 թվականի ահարկու երկրաշարժի մասին, որի մասին մեծ տեղեկություն է հաղորդում Զաքարիա Քանաքերծի պատմիչը։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին սկսվում են հնագիտական պեղումներ կատարվել Գառնիի տարածքում և կազմվում են վերակառուցման նախագծերը։ 1880 թվականին ռուս հնագետ պրոֆեսոր Կոմս Ուվարովը ցանկանում է Գառնիի քարերը տեղափոխել Թիֆլիս և Թիֆլիսում վերակառուցել Գառնիի տաճարը։ Նա այդ մասին տեղեկացնում է Կովկասի փոխարքա Միխայիլ Նիկոլաևիչին, որը հավանություն է տալիս Ուվարովի ծրագրին և պետական միջոցներից 5000 ռուբլի է առանձնացվում Գառնիի քարերը Թիֆլիս տեղափոխելու համար։ Նույնիսկ նմուշի համար Գառնիի խոյակներից մի քանիսը տեղափոխվում են Թիֆլիս փոխարքային ցույց տալու համար։ Ուվարովը նախատեսել էր ֆրանսիացի ճարտարապետ Մոնպերեի նախագծով վերակառուցել Գառնիի տաճարը։ Սակայն բարեբախտաբար Երևանի նահանգապետը, որը պատրաստում էր իրականացնել Ուվարովի այդ ծրագիրը, նամակ է հղում Ուվարովին և Կովկասի կառավարչապետին, տեղեկացնելով այն մասին, որ տաճարի քարերը այնքան զանգվածային են, որ հնարավոր չէ տեղափոխվել։ Գառնիի վերակառուցման վերաբերյալ ժամանակին ստեղծվել են մի քանի նախագծեր, հատկապես արժեքավոր են եղել վերակազմության Մոնպերեի և Բունյաթյանի նախագծերը։ Այդ երկու նախագծերի հիման վրա հետագայում 1969-75 թվականներին հայ նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանը վերակառուցել է Գառնիի նախաքրիստոնեական տաճարը, որը կանգուն է առ այսօր։